էթիկայից խոսեցիք, բռնության կոչերից, տարիներ առաջ շատ էին դժգոհությունները, հատկապես հայկական սերիալներում տարբեր բռնության տեսարաններից, դրանք նվազեցվել են այն նոր սերիալների մեջ, որոնք այսօր եթերում կան, չեք նկատել որևէ խախտում դրվագները։ Ես կարծում եմ նվազել են, առաջինը, հետո մենք եկեք փորձենք, շատ լավ հասկանում եք, որ պետք է տարբերակել գեղարվեստական բովանդակությունը, առօրյայից քաղաքական հնչեղություն ունեցող տեքստերից եւ այլն։ Ի վերջո վիրտուալ իրականություն է կինոն եւ մենք դա հասկանում ենք։ Եթե մենք շատ խիստ վերաբերվենք, մենք համարյա նույնիսկ լավ բովանդակությունը, չգիտեմ, միշտ բանն են, չէ, կնքահայերն են որպես օրինակ բերում, տեսնենք այդպիսի ֆիլմեր կան։ Խոսքը գնում է ոչ թե առաջի հերթին կինոների մասին, չնայած այնտեղ էլ պիտի չափավոր լինի, այն սերիալների մասին, որոնք արտացոլում են առաջին հայկական իրականությունը եւ իրականությունը մոտիկ են, մարդիկ դա անցալում են որպես իրանց կենցաղ, եւ երկրորդը լրատվական հաղորդումներում, հասարակական հաղորդումներում վտանգը դա է։ Կինոին այդպիսի մեծ վտանգներ չունի։ Պարոն Հակոբյան, ինչպես դուք անկախ սահմանադրական մարմնի ղեկավար եք, բայց հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ փոդքասթ եք վարում, որի ընթացքում տարբեր գնահատականներ եք տալիս, տարբեր հարցեր արծարծում, ճիշտ եք համարում ընդհանրապես նման ձևաչափով ձեր հանդես գալ։ Ոչ, դրա համար էլ չեմ շարունակում, արդեն 1 տարի չեմ վարում գրեթե։ Պարոն Հակոբյան, ատելության խոսքի մասին շատ խոսեցիք, ատելության խոսք եթերում հնչում է եւ դուք արձանագրում եք կապված հիմնականում ընդդիմադիրների հետ, թե օրինակ իշխանության ներկայացուցիչների օրինակներով կասեք։ Բոլոր հարցազրույցներում ես ասում եմ, որ դա համթույլատրել է բոլորների կողմից։ Նաեւ շատ կարեւոր եմ համարում հիշեցնել, որ հենց քաղաքական գործիչները ավելի նրանք տոլերանտ դիլնեն այդ չարության խոսքի դեմ, որտեղ նրանք իշխանություն կրող են կամ քաղաքական կներեք գործնեությամբ են զբաղվում եւ նրանք պետք է սովորեն նույնիսկ գոտկատեղից ներքև հարվածներ ստանալ։ Խոսքը գնում է ոչ թե քաղաքական վերնախավի մասին, իշխող կամ ընդդիմադիր, խոսքը գնում է հասարակ քաղաքացիների մասին։ Մարդկանց, ընտանիքների, որոնց արժանապատվությունը շատ ժամանակ ոտնահարվում է, ընտրանություններ ենք տալի, այսինքն մենք չենք ասում այս մարդը, ասում ենք ժողովուրդը ժեխ է, ժողովուրդը թուրք է, այս մարդուն ընտրողը թուրք է, այս մարդը ընտրողը պիցայակեր է։ Սա հենց այն ատելության խոսքն է, որը բոլոր միջազգային չափանիշներով հենց անվանում է ատելության կամ թշնամանքի լեզու։ Ուրեմն ինչու ընթացք չի տրվում, իրավապահ Ես չեմ կարող ինչու է Այդ արդեն իրավապահներին հարցրեք։ Մենք մեր գործը փորձում ենք անել։ Չեմ կարող ասել, լուրջ եմ ասում։ Նաև խոսքի ազատության տակ, նաև գիտեք, Տիկին Ղազարյանը ճիշտ ասեց, նաև այնտեղ ընթացակարգեր կա, ինչքանով քո, եթե ինչ որ չգիտեմ, ինվալիդ մարդ, ասում է, գիտես, ես կգամ եւ ձեզ բոլորին կմոչացնեմ բանում, կառավարությունում, այդ մարդու, որը ֆիզիկական արատներ ունի, չի կարելի այդ վտանգը, ներկայացնել որպես իրական վտանգ։ Ես իրավաբան չեմ, բայց ես կարծում եմ, որ այստեղ օրենք ավելի շատ տի ելնի անմեղության կանխավարկածից, քան մեղավորության։ Դրա համար դրանք շատ ժամանակ չեն ստանում արձագանք, ստեղ ուրիշ խնդիր կա։ Սա բոլորը պետք է լինի քաղաքացիական հասարակության մեր բոլոր ուշադրության կենտրոնում։ Մենք չպետք է սպասենք, որ պետությունը իրավական գնահատականներ տա, դա պետք է ինքնակարգավորման ոլորտում լինի, բայց դա էլ ես նորից պնդում եմ, որ դա շատ լավ ինստիտուտ է, բայց Հայաստանում դեռ չի։